հայրենակիցներ, առաջին հերթին ուզում եմ իմ սրտից ձեր բոլորին ողջունել։ Եվ շատ ուրախ եմ, որ բոլորը տեսնում եմ այստեղ։ Այսօր խոսելու եմ իմ համար շատ թանկ, շատ կարևոր մի ծրագրի մասին, որ ինձ թվում է իմ ասելուց հետո նույնպես ձեր համար կլինի շատ ավելի կարևոր եւ թանկ։ Ցանկացած մարդ ու լինել եմ շատ անկեղծ, իրականությունը ասել եմ, սա ոչ ձևական, ոչ անգիրարած, այլ իրական պատմություն է, որ իրականության մեջ մտածել եմ, ցանկացել եմ, որոշել եմ, քննարկել եմ ընտանիքիս հետ, քննարկել եմ տղաներիս հետ, քննարկել եմ ընկերներիս հետ, կոլեկտիվի հետ, տարբեր ասենք թե ոլորտի մարդկանց հետ, ճանաչված, հարգարժան, հանրության հետ, եւ ես տեսնելով նրանց մոտեցումը, ոնց որ բոլորը դրան սպասում են իմ սրտը, որ դա անհրաժեշտություն է։ Իրոք չի եղել մարդ ասելով, որ նա ասենք թե չուրախանա, չցանկանա ու չկամենա, որ անպայման մենք ինչով կարող ենք օգտակար լինել, պիտանի լինել։ Ու այդ մտածումը ասելով, տեսնելով նոր դրանից հետո ասենք թե ստացեցինք հանձնաժողով։ Հանձնաժողովի հիմնականը հանձնաժողովը եղած է կազմը եղել է Սփյուռքից, Արցախից եւ Հայաստանից։ Եվ հիմնական ես իրենց այն հանձնաժողովից տեսա, որ մի օգել է այնտեղ նստած, ուրեմն ամենակարևորը իմ հիմնական մոտեցումը եղել է, չեմ խառնվել ասենք թե ընտրությանը, այլ ասել եմ, որ մենք, քանի որ աշխարհում առաջին քրիստոնեազն ենք, մենք պետք է ունենանք ամենա հզորը, որ հոգի լինի, կյանք լինի, գեղեցկություն լինի, հզորություն լինի։ Եվ հանձնաժողովը սկսել է զբաղվել աշխարհով մեկ հարցումներ անելով, թե քանի երկրում է տեղադրած եւ ով ինչ կարող առաջարկի արձանը կառուցելու համար։ Մոտ 337 քանդակագործ դիմել է իրենց ծրագրերով, տարբեր առաջարկներով, նկարներով, քանդակներով եւ հանդիպել ենք, քննարկել ենք եւ դրել ենք մրցույթի։ Ես նորից եմ ասում, ներկային հանձնաժողովի մարդիկ, ես չեմ ասել եմ միայն, որ մերը պետք է ամենալավը լինի, որտեղ մենք աշխարհի առաջին քրիստոնեազն ենք։ Եվ ընտրվել է, որ հիմա տեսեք փոքր մասշտաբով, որ ստեղ կա, սա հիմնական կատարել է մեր տաղանդավոր քանդակագործ, մասնագետ, հարգարժան, սիրված Արմենը։ Արմենը պետք է ստեղ լիներ, ուր Արմենը։ Արմեն ջան, մեծ այդ թող քեզ տեսնեն, արի ստեղ։ Ու ամենակարևորը մասնակից ասենք թե Ամերիկայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Թուրքից, Ռուսաստանից կային, բայց ամենակարևորը ոչ թե ծանոթ բարեկամով, այլ իր կատարած գործը, տեսեք։ Ու ինքը կարողացավ կազմակերպել, անել, մինչև վերջել հետևելով, մինչև հələ ինքը չի ավարտել, դա պետք է մինչև տեղադրենք։ Ես ուրախ եմ, հպարտ եմ, որ Արմենին ճանաչում եմ, որ նա կարողացավ իրոք հոգի դնել, կազմակերպել, թիմը հավաքել։ Արմեն ջան, դու դա գրվելու է, ես ասեմ, այն մարդը, ովքեր մասնակցություն են ունեցել, ովքեր այդ գործին պետք է գրվի, ով է արձանը կառուցել, ով է արել, շինարարն էլ բոլորն էլ, որտեղ դա պատմություն է, դա դարերի պատմություն ունենալու։ Եվ անպայման ասեմ, թե ինք արեց եւ այսօր էլ բերելով, տեղադրելով այստեղ, իհարկե արդեն արձանը պատրաստ է։ Արձանը պատրաստ է 4 կտորից, միայն հիմա մենք այնտեղ վերևում արդեն այդ ֆունդամենտալ գործերն են կատարում, որի համար այսօր ձեզ հրավիրել եմ եւ կասեմ, եղավ Արմեն ջան, դու նստիր, ուզում եմ, որ ամբողջ մեր ներկաները ճանաչեն, թե ով է եղել այդ գաղափարը, քանդակագործը, որը կարողացել է կյանքի կոչի եւ ամենակարևորը քանդակը քանդակ, բայց պատրաստած, որ պատրաստած արդեն, նորից նույնը, ավելի գեղեցիկ։ Ու կազմակերպեցինք մրցույթը, հաղթեց ոչ պատրաստեցինք ու արդեն մնում է, թե որտեղ պետք է տեղադրենք։ Տեղադրել ասենք, թե մտածելով, նայելով տղայիս հետ ենք որոշել Հադիսի բարձունքին, որ ամբողջ Երևանը, նայում ես Երևանը երևում է։ Հոգի կա, շունչ կա, որ բարձրանում ես այնտեղ, հիմա ես ձեզ ասեմ, երբ որ դուք մի անգամ բարձրանաք, չի կարող պատահի, շաբաթը մեկ չբարձրանաք, չտեսնեք այդ գեղեցկությունը, այդ տեսարանը, այդ հզորությունը։ Ու այդ նորից ասեմ, կային մարդը, որ հողի համար հարց է եղել,
որ պետք է ասենք թե հողը որում ում պետք է վերցնենք մրցույթի մասնակցենք, եղել է իմ ընկերոջը, որ ինքը դա վերցրել էր բիզնես ծրագրի համար։ Նորիկը ակունքից որ ասել եմ եղբայր, սա սես ծրագիր ունես, ասում ինչ է ուզում, ասում եմ ուզում ընդ Քրիստոսի արձանը դնեմ։ Ծառուկյան ջան, սա նվեր, այդ գործին նվեր, իմ ընտանիքի կողմից։ Ասում եմ եղբայր, գոնե ինչ որ գումար վճարել ես, դա ես պետք է տամ, դա իմ նպատակն է, իմ ցանկությունն է։ Ասում եմ էլի քոնը, բայց իմ կողմից նվեր, իմ ընտանիքի կողմից։ Եղել է որ կա Արմեն, ներքևը պետք է ասենք թե ճոպանուղու կենտրոնը լինի, տարածք էր վերցրել, որ դա պետք է լիներ ինչ-որ արևային պանելների տեղադրման տեղ էր վերցրել մի քանի 4-5 հեկտար, հարց եկավ, բա պարոն Ծառուկյան նվեր, ասում եմ ես քեզ 10 հեկտար տամ կողքը, բայց սա հարտեղը ստեղ պետք է լինի, ուղղակի էլի նվեր։ Եղել է ներքևը, որ գյուղացիների հողերն է եղել։ Ասել եմ հրավիրեք եկել են, բայց ժողովուրդ ջան, սենց բանկա պետք է պարոն Ծառուկյան, գյուղացի մարդ, թոշակառու, նվեր եմ տալիս։ Եղբայր ասում ինձ նվեր պետք չի, չի ասում ինչ ա պետք, ասում է տապրանքները որ կա 2 տարի տևել է շինարարության համար։ Հաստատուկ ստորագրենք, որ ասենք թե զարենդա վճարեմ, մեզ ոչ մի բան պետք չի, միայն դու դա կառուցի։ Մենք բոլորս ուզում ենք, սպասում ենք, մենք էլ ենք ուզում լավ ապրենք եւ ասեմ հիմա Հադիսի շրջակա գյուղերում, եթե առաջ հողատարածքը $1000 էր, $500 էր, հիմա 30-50 հազար մարդիկ ովքեր գնացել են հետ են վերադարձել, կառուցում են, սարքում են, նայում ես կյանք կա, որ մարդիկ սպասում են, որ լավ է լինելու, զարգանալու, որ ասենք թե ինչ-որ տուրիզմը զարգանալու, ավելի ասենք թե մենք մեծ ճանաչում ենք ունենալու, այսօր ասում ես Հայաստան, ասում եմ որտեղ, ասում եմ Կովկաս, ասում եմ մուսուլման, բայց խի մուսուլման, որ մենք աշխարհի առաջի քրիստոնյա ազգն ենք, խի չիմանան, որ Կովկասում հայերն են, առաջի քրիստոնյա ազգը, դա հպարտություն է, պատիվ է, որ հայ առաջի քրիստոնյա ազգ է, պետականորեն ընդունել է։ Եվ իհարկե սկսեցին շատ նամակներ, աշխարհի տարբեր ծայրերից, զանգեր, դες հեռախոս չեն պահում, գալիս են միջնորդությամբ, մարդիկ ուզում են, ցանկանում են, մասնակից լինեն, օգնեն, ինչ որ ասես կատարեն, գումար դնեն։ Իրենք էլ են ուզում այդ գործում, այդ պատմական գործում մասնակցություն ունենան։ Երկար մտածել եմ ու հիմա հիմնական վերջնական որոշումը, որ այսօր հրավիրել են հավաքվել ենք այստեղ, որոշել եմ, որ դա լինի ազգային կառույց, պատմական կառույց, որպես մենք առաջին քրիստոնյա ազգ, որ դա ասենք թե հիմա Բրազիլիայում որ կա, ասենք թե ինչ լավ ֆիլմեր նկարահանվում, միջազգային, համաշխարհային ֆիլմեր գնում են այնտեղ են նկարահանում, տուրիզմը գնումով ասած գնացել եմ Բրազիլիա Քրիստոսի արձանում, հիմա բոլորը պետք է գան մեզ մոտ։ Մենք նայել ենք բոլոր նկարները, շատ գետ ենք նայել, այո, որը ասենք թե ամենագեղեցիկը, ամենաբարձրը, սկզբից ես որոշել եմ 77 մետր, հետո տեսա, որ ավելի բարձրը կա, ու վերջում ասեցինք պետք է 101 մետր լինի, մերը պետք է ամենահզորը լինի։ Եվ այդ ծրագիրը իրականացրեցինք, արդեն աշխատանքները սկսել են, լիարժեք, դե պարզ է այդ գործի համար եղել են քննադատություններ, որ ոչ բոլորն են դա ընդունել, բայց եղել է, որ հանդիպել եմ քննադատողների հետ, ինչ վատ բան եմ անում, էլի ուզում եմ ասեմ, խոսել ենք, հասկացել են, կա որ ճիշտ առաջարկներ են արել, ես նրանց ասենք թե չեմ վիրավորվում, որոնք ասենք թե քննադատում են, այլ իմ ասածը մեկն է եղել, դա ես անում եմ, մեծամասնությունը 98-99% կողմ է դրան, իսկ մնացածը ժամանակ արդեն ցույց կտա, թե ինչ լավ բան ենք անում ենք, եւ ճանաչելու համար, հզորության համար, եւ սա իմ մտածելով, որ սա պետք է լինի ազգային վերածննդի ներքին համերաշխության խորհրդանիշ աշխարհին, որ մենք պետք է համերաշխություն լինի, խաղաղություն լինի, մենք պետք է վերջ տանք ցեղ շպրտելու, իրար վիրավորելու, ով ինչ արի, ով ինչ կարանի, չի կարանի, կարաս արա, մի նստի սպասի, մի բան բասի, մի վիրավորի, ամեն մարդ իր չափով է անում, ամեն մարդ իր գնահատականը բոլորից լավ գիտի։ Ես բարձրանում եմ վերև, հիմա առաջ ասենք, ամիսը մեկ էի բար, բայց հիմա ամեն օր եմ բարձրանում։ Բանվոր հետ բանվորություն եմ անում, ճարտարապետ հետ ճարտարապետություն, դիզայներ հետ դիզայնինգ, քննարկում ենք, որ ոնց կլինի ամենալավը լինի։ Այ որ դուք արդեն ամսի 26-ից հետո բարձրանաք, ցանկանաք բարձրանալ, կտեսնեք, որ արդեն շաբաթը մեկ բարձրանալու եք։ Բարձրանալու եք տեսնեք, որ օր-օրի ասենք 200 մարդ աշխատում։ Ու ինքը իրան կառուցում է, գեղեցիկ, հզոր, ու ամենակարևորը ես ուզում եմ այսօր ասել, որ
հայտարարությունը ամսի 26-ին ցանկացած քրիստոնյա, ցանկացած հայ կարող է բարձրանալ վերև։ Դա ես արդեն դեռ հանձնարարել եմ, ֆորմաները կան, կասկաները կան, որ ասենք թե այնտեղ կա անվտանգության ներկայացուցիչ, որ ապահովելով, ուղեկցելով, որ մարդիկ բարձրանալ վերև, աղոթք իրեն շուրթերում, մտքեր ու ցանկություններ իրենց հոգում, որ բարձրանալով, ասենք մի երազանք պահելով, նպատակ պահելով, քարը դնելով, կամ ասենք թե մի ծառ դնելով, օգնելով, որ դա միշտ պետք է հիշի ու իրենց թորները պետք է հիշեն, որ կարան պատմեն, որ իրենք այդ շինարարության, այդ կառույցին մասնակից են եղել։ Թող այդ կառույցը պահապան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, ավելի մեծ ճանաչում տա խաղաղություն, երջանկություն, հզորություն, անվտանգության ապահովում։ Աստված երեսը չթեքի մեզնից, միշտ մեր կողքի լինի, միշտ պահապան լինի մեր ազգին, մեր երկրին, մեր ժողովրդին։ Շնորհակալություն, այնպես որ ամսի 26-ից բոլոր ցանկացողները կարող են բարձրանալ, տեսնել, հիանալ, սպասել, ոնց ասեմ, որ իրոք բարձրանալով ես ես նորից եմ ասում, իմացեք, որ միշտ բարձրանալու եք, տեսնելու եք այդ հզորությունը, որ հոգի կա, հզորություն կա։ Եվ այդ սարի գլխի 2500 մետր բարձրության վրա, որ ոնց են աշխատում, ոնց է այդքանը կատարվում, որ ասենք թե ինքնին կառուցվում է, Աստծո կամոք։ Շնորհակալություն։ Ասեմ, որ վստահ, որ շատ ասելիք կա, շատ պատմելիք կա, բայց որ իմ խոսքում ես լինեմ ավելի հակիրճ եւ շատ ժամանակ չխլեմ ձեզանից, ապա մտքերս տվել եմ թղթին, ուստի թույլ տվեք կարդալ։ Հարգարժան Գագիկ Ծառոկյան, հարգելի Ծառոկյան ընտանիք, հարգելի ներկաներ, տիկնայք եւ պարոնայք։ Այսօր մեզ միավորել է մի նախաձեռնության մեկնարկ, որը մուտք է բացում մեր ժողովրդի հոգևոր եւ մշակութային նորեջի, որը շարունակությունն է այն աշխատանքների նախաձեռնության, որի հիմքը դրվել է 3 տարի առաջ։ Հայաստանի հողում Հիսուսի արձանի կառուցման պաշտոնական կայքի շնորհանդեսը եւ տեղեկատվական գրասենյակի գործունեության մեկնարկը ոչ միայն մեծ իրադարձություն է մեր օրերի համար, այլև հավատի, սիրո եւ համազգային համերաշխության վկայություն է։ Եվ այսօրվա հանգրվանին հասնելու համար պետք եղավ 3 տարի քրտնաջամ եւ հետևական աշխատանք, օր ու գիշեր նվիրում, միասնության եւ անսասան կամքի դրսեւորում։ Պետք էր հաղթահարել բարդ խնդիրներ եւ քայլ առ քայլ կառուցել այսօրվա օրը պարոն Ծառոկյանի, իր ընտանիքի անդամների եւ այն բարեկամների հետ, ովքեր առաջին իսկ պահից լծվեցին այս գաղափարի իրականացման գործընթացին։ Իսկ ինչպես այն սկսվեց։ 2022 թվականի հունվարի 14-ին Գագիկ Ծառոկյանն ազդարարեց այս բացառիկ նախագծի մասին, որում որոշումը հստակ էր։ Հայաստանի բարձրադիր վայրերից մեկում պետք է վերհարնի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը։ Խնդիր դրվեց ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմը համալրեցին տարբեր ոլորտներից հրավիրված մասնագետներ՝ Սաթենիկ Վարդանյանը, Լուսինե Ղարախանյանը, Համլետ Գևորգյանը, Գաբրիել Ջենգարջյանը, Սարգիս Սարդարյանը եւ Լուիզա Սարգսյանը, եւ ինչպես արդեն հայտարարվեց, ես պատիվ ունեցա ղեկավարելու այս անձնախումբը, որի համար կրկին հայտնեմ շնորհակալություն վստահության համար պարոն Ծառոկյանին։ Եվ պարոն Ծառոկյանի կողմից անմիջապես դրվեց առաջին եւ հիմնական խնդիրը, որ միայն քանդակը պետք է լինի 33 մետր բարձրության, իսկ ընդհանուր համալիրը պատվանդանով կարող է հասնել 101 մետրի։ Գագիկ Ծառոկյանի նպատակն էր նաև, որ արձանը լինի աշխարհում ամենահզորն ու անկրկնելին։ Նախագծերը ներկայացնելու համար ժամանակ տրվեց ավելի քան 1 ամիս։ Հանձնարարված էր մուտքագրել բոլոր հայտերն ու լսել նախագծով հետաքրքրված յուրաքանչյուր քաղաքացու։ Եվ նախագծի այս հայտարարությունից անմիջապես հետո արձագանքները տարածվում էին կայծակնային արագությամբ։ Մեր հայրենակիցներին ոգևորել էր հատկապես այն, որ նման հզոր նախագիծը կյանքի է կոչում միանձնյա ջանքերով ու միջոցներով։ Նախագծերի աշխարհագրությունը Հայաստանից ու Արցախից ձգվում էր մինչև Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Ֆրանսիա, Սիրիա եւ Լիբանան։ Արձագանքում էին հեղինակավոր ճարտարապետներ, քանդակագործներ ու նախագծողներ։ Արձագանքում էին հեղինակավոր շատ մարդիկ, անհատներ եւ կազմակերպություններ։
Շատ կարճ ժամանակահատվածում սեղանին 300-ից ավելի հայտ էր, իսկ առջևում ծանր քննարկումներ էին։ Ավելացնեմ, որ հանձնախումբն աշխատում էր օր ու գիշեր, ընդունումը լսում էինք բոլորին, հավաքագրում ու խմբագրված տեսքով անմիջապես քննարկում էր ծավալում պարոն Ծառուկյանի հետ օրվա ցանկացած պահի, որովհետև այդպես էր դրված աշխատանքային խնդիրը։ Այդ օրերին հայտնի դարձավ նաև, որ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի վերջնական տարբերակը ընտրվելու է հանրային քվեարկության արդյունքում եւ ամենակարևորը հանձնախմբի անդամների ձայների համադրմամբ։ 12 նախագիծ 2022 թվականի ապրիլի 28-ից մայիսի 5-ը դրվեցին քվեարկության։ Արդյունքներն ամփոփվում են, համադրվում են հանձնախմբի փակ քվեարկության ձայներն ու մայիսի 10-ին հայտարարվում է հաղթող նախագիծը։ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի նախագծի հաղթող է դառնում Արմեն Սամվելյանը, ով նույնպես այստեղ է, այս սրահում, եւ օգտվելով առիթից ուզում եմ կրկին շնորհավորել ոչ միայն մրցույթում հաղթող ճանաչվելու համար, այլ նաեւ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստման աշխատանքները փայլուն կերպով ավարտին հասցնելու համար։ Ավելացնեմ նաև, որ Արմեն Սամվելյանի գործը այս պարագայում ամենապատասխանատուն էր, քանզի միջ քանդակին անցնելը, այսինքն Հիսուսին մարմնավորելը, բանավոր, գրավոր եւ պատկերային տեսքով իրեն փոխանցվեցին պարոն Ծառուկյանի, բուն մասնագետների եւ հանրության պատկերացումները հավաքագրված եւ մշակված հանձնախմբի կողմից։ Եվ այս ամենը վերցնելով Արմեն Սամվելյանին մնացել էր գտնել հենց իր պատկերացումներն ու ստեղծարար մոտեցումները կերպարաստեղծելու համար։ Եվ այսօր ունենք այն, ինչը պարգևում է հիացմունք եւ հույս հազարավոր մարդկանց մոտ, ում բախտ է վիճակվել արձանը տեսնել մոտիկից, ոչ թե եթերից։ Այո, Հիսուսի արձանը կոչված է դառնալու մեր ժողովրդի միաբանության խորհրդանիշը։ Այն իր ձեռքերը բացելու է ողջ աշխարհի առաջ, որպես խաղաղության, ներողամտության եւ համախմբման կոչ։ Այս խորհրդանշական կառույցը մեզ հիշեցնելու է, որ միասնականության մեջ է մեր ուժը եւ որ մենք կարող ենք վեր բարձրանալ ամեն դժվարությունից, եթե պահենք մեր հավատքը եւ սերը միմյանց հանդեպ։ Հատուկ ուզում եմ ընդգծել ձեր ներդրումը, պարոն Ծառուկյան, ինչպես նաեւ ձեր ընտանիքի եւ Ծառուկյան հիմնադրամի դերակատարությունը այս սուրբ գործի իրականացման գործում։ Քանզի ձեր առաքելությունը ոչ միայն նյութական աջակցությունն է, այլև հոգևոր առաջնորդությունը մեր ժողովրդին համախմբելու եւ հավատով լցնելու ճանապարհին։ Հիսուսի արձանի խորհուրդը մեզ հիշեցնում է, որ Հայաստան աշխարհի վերածնունդը սկսվում է մարդու սրտից։ Սա միասնության կանչ է, միաբանության ուղերձ եւ հավերժ հույսի խորհրդանիշ։ Թող այս արձանը դառնա լույսի աշտարակ, տեսանելի ոչ միայն մեզ, այլև աշխարհին, որ Հայաստանը կանգնած է հավատքի, խաղաղության եւ համազգային միասնության ճանապարհին։ Գիտեք, եթերներում երբեմն շատ են հնչում այս մասին, խոսակցություններ, թե բացական, թե դրական, եւ միշտ հնչում է, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, որ պետք է ավելի շուտ ունենայինք Հիսուս Քրիստոսի արձանը։ Ես երկու կողմի կարծիքի լինել չեմ կարող, ես եմ նույն կարծիքին, այո, հայ ժողովուրդը առաջի քրիստոնյա ազգն է, երբ 301 թվականին ընդունեց քրիստոնեություն, ավելի շուտ պետք է այս արձանը ունենայինք մենք, եւ վերջը գիտեք, այնպիսի ժամանակներ ենք ապրում այսօր մենք։ Ես ինքս Աստվածավախ եմ եւ կապում եմ հայ ժողովրդի հետ, հայրենիքի հետ, երևի արձանը դրանից հետո ինչ-որ մի բան կփոխվի։ Իմ ընկալումը այս ամեն ինչի հետ կապված դա ուխտ է, որը Ծառուկյան ընտանիքը իր սրտում եղել է եւ այսօր ի կատար է ածում, այսինքն չգիտեմ, հատկապես այս ընդհանուր վիճակում կարծում եմ, որ լավ է, որ ինչքան հնարավոր է ցույց տանք, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք եւ քրիստոնյա պետություն ենք։ Բայց ցույց տանք նախ եւ առաջ։ Բոլորին։
բոլորին։ Քննադատությունները հիշում եք վստահաբար եւս եղան, արդյոք տեղին էին, առողջ չէին այդ քննադատությունները եւ իվերջոսը նաեւ Հայաստանը ճանաչելու առումով որքանով դրական կադրադառնա։ Ես կարծում եմ ինչ որ դեր կխաղա, իսկ քննադատությունները նորմալ է, հատկապես մեզ համար մեր պետության նման ժողովրդավար պետության նման պետությանը, այսինքն նորմալ է որ քննադատություններ կլինեն եւ ես այդ ժամանակ էլ ասել էի որ այդ ժամանակ երբ որ սկսվեց ես ասել էի որ Երանի նման ծախսեր օրինակի համար ուղղվեն բանակի համար եւ այլն, բայց պարոն Ծառուկյանը միշտ էլ բանակի կողքին է եղել, այնպես որ ես իմ ընկալումը այս ամեն ինչի վերաբերյալ հստակ ասացի ուխտ է որ Ծառուկյան ընտանիքը այսօր իրականացնում է եւ երկրորդը այո պետք է ցույց տանք ինչքան հնարավոր է հատկապես այս համաշխարհայնացման եւ ինքնության դեմ պատերազմի ժամանակներում մենք պետք է ցույց տանք բոլորին որ մենք քրիստոնյա պետություն ենք եւ մնալու ենք քրիստոնյա պետություն եւ հայ առաքելական եկեղեցին մեր եկեղեցին է